Եվրոպական թե եվրասիական տնտեսական գոտու շուկա։ Հայաստանն ամեն օր կանգնում է ԵԱՏՄ շուկա հայկական ապրանքների արտահանման նոր սահմանափակումների առաջ։ Սկզբում ջերմուկ, հետո ծաղիկներ, ելակ, ձուկ, այս անգամ էլ Ռոսսել Խոզնաձորը հայտարարել է, որ հունիսի 2-ից արգելում է Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի, հունիսի 3-ից սմբուկի, կարտոֆիլի, չրերի և սերմաբույսերի ներմուծումը։ Ըստ գերատեսչության վերջին շրջանում աճել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների դեպքում խախտումների թիվը։ Ըստ փորձագետների Հայաստանից ապրանքների ներմուծման արգելքը պայմանավորված է Հայաստան-ԵՄ հարաբերություններով։ Ռուսաստանն արդեն ուղիղ հայտարարել է, Եվրամիությանը անդամակցելու դեպքում դադարեցնելու են բոլոր տնտեսական ինտեգրացիոն հարաբերություններն ու արտոնությունները։ Այս մասին իրար հերթ չտալով ասել են Ռուսաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Для работы в России будет покупать патенты. Հայաստանի իշխանությունը փորձում է ԵԱՏՄ շուկան փոխարինել ԵՄ շուկայով, տուժում է գյուղացին։ Տնտեսվարողները չգիտեն, ինչ անել ապրանքների հետ։ Ըստ տնտեսագետ Աղասիթ Հավադյանի, եթե նախկինում Հայաստանը և ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ գրեթե հավասար քանակով էր արտահանում իրականացնում, վերջին տարիներին եվրասիական տնտեսական գոտու երկրների արտահանման թիվը գրեթե 5 անգամ աճել է, իսկ ԵՄ արտահանումները նվազել 1,5%-ով։ Մեր ապրանքների, գյուղատնտեսական ապրանքների եւ հարակից ապրանքներ, այսինքն կոնյակ եւ այլն, բացի ծխախոտից, 90%-ը գնում է դեպի ԵԱՏՄ շուկա։ Այսինքն մեր բարձր արժեք ունեցող վերջնական ապրանքների մեծամասնությունը գնում է դեպի Ռուսաստան։ 2018 թվականին տեսեք, դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ մեր արտահանման համապատասխանաբար 29 եւ 28%-ներ հավասար էր։ Այս պահին դեպի ԵԱՏՄ գրեթե 40%-ն է գնում մեր արտահանման, դեպի Եվրոմիություն ընդամենը 8%-ն է գնում։ Տնտեսագետ Աղասիթ Հավադյանը նշում է, դրական է, որ Հայաստանը փորձում է նոր շուկաներ գտնել, բայց անհրաժեշտ են մեծ ներդրումներ, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, ինչը գյուղացիները չեն կարող անել։ Իրականում սրանք որակի ապահովման ներդրումներ են, որոնք ետ բերում է եկամուտի շահույթի։ Կարող է ասենք 3-ից 5 տարի տևել, որոնք շատ գյուղատնտեսներ պատրաստ չեն անել, որովհետև մեծ խնդիրների առաջ են այս պահին կանգնած։ Մենք պիտի աշխատենք ոչ թե ամբողջ Եվրոմիության տարածքի հետ, այլ մի քանի ընտրյալ քաղաքների հետ, ընտրյալ սուպերմարկետների հետ եւ սկսենք այդտեղից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, ԵՄ շուկա արտահանելը իրատեսական է։ Հայաստանից արտահանվող պտուղ բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից է։ Մնում է միայն լոգիստիկ ծախսերը հոգալ։ Ըստ նախարարի, դա էլ կսուբսիդավորի պետությունը։ Մեր պարագայում, որ առնում ենք, մի հատ $8,000 տալիս ենք, պիտի բերենք սացիլը հասցնենք այստեղ, հետո մի հատ $8,000 պիտի տանք այդ բանը ելակը հասցնենք Եվրոպա, մի հատ էլ 8-ից 14% մակպտուկ պետք է տանք, այսինքն որակի առումով, այն որ ժամանակին ասում են, դե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ բանջարեղենը մենակ Ռուսաստանում են առնում։ Ուրեմն այդպիսի բան չկա։ Մեր ապրանքն էլ այդ ամենաբարձրին համապատասխանում է։ Այդ ժամանակները անցել է։ Հիմա տրանսպորտի բանն է մնացել, տրանսպորտային հարցերն են մնացել, տրանսպորտային հարցերի հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել կառավարություն, ագրեսիվ կսուբսիդավորենք մեր ուրեմն գյուղ մթերք արտահանողներին։ Պապոյանի խոսքով կառավարությունն աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։ Մեր ապրանքն էլ մտնի եվրոպական շուկա։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր ապրանքատեսակի արտահանման ծախսերը նախնական հաշվարկով կկազմեն 3-ից 5,5 միլիոն $։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։